Պարոն Ցուցուլյան, կասեք վերջին տվյալներով ինչ նորություն ունեք փոքրիկի որոնողական աշխատանքների հետ կապված, քանի փրկարար է ներգրավված աշխատանքներին ու ընդհանրապես որևէ հետք գտնվել է թե ոչ։ Այս պայդրությամբ ընդգրկված է 209 փրկարական ծառայող եւ 150 ոստիկանության ծառայող եւ ինչպես տեսնում եք համայնքի մոտ 400 բնակիչ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, դեռևս արդյունքներ չկան։ Պարոն Ցուցուլյան, տարբեր այսպես վարկածներ են շրջանառվում, քիչ առաջ օրինակ տղայի ազգականներից մեկը, փոքրիկի ազգականներից մեկն ասաց, մտածում է կամ մոլորվել է, կամ գողացել են տղային, այդ գողանալու վարկածը դուք դիտարկում եք։ Ես չեմ կարող ասել հարազատը որտեղից է նման վարկած առաջ քաշել, մենք ամեն վարկածը ոստիկանությունը դիտարկում է։ Ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները, փրկարար ծառայությունը ոստիկանության հետ համատեղ իրականացնում է որոնողական աշխատանք։ Ասում են տղան տեսել են իրեն կամրջի մոտ, այդ կամրջի մոտի որոնողական աշխատանքները ինչ են ցույց տվել։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքները եւ կամրջի մոտ եւ ինչպես տեսնում եք ամբողջ համայնքով շարունակվում է եւ անտառամերձ տարածքներում եւ համայնքի ներսում եւ կամրջի մոտ եւ լճի ափերին եւ լճի վրա տեսել եք նկատած կլինեք ունենք մեկ մոտորը նավակներով շրջագայություններ են իրականացնում այս պայդրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են չեն դադարեցվելու աշխատանքներ իրականացվել իհարկե աշխատանքներ Եվ դրոններ էին բարձրացրել, ուզում եմ հասկանալ, որ հատվածներն են արդեն հասցրել ստուգել։ Դրոնով հիմնական ամբողջ պարամետրով ուսումնասիրություններ իրականացվել են։ Դեռևս արդյունք չկա, ելի ենք իրականացնելու շարունակելու ենք, այսքան։ Պարոն Ցուցուլյան, մի հարց էլի այդ հագուստը, որ գտնվել էր, այսօր, որ ասացին ավելի շատ աղջկա հագուստեր, հիմա դուք գիտեք, թե տղայի հագին ինչ գույնի։ Այո, մենք գիտենք տղայի հագին ինչ հագուստ է, նույնականացրել ենք, չի համապատասխանում նշված հագուստը երեխայի հագի հագուստի հետ։ Ինչ հագուստ էր կրում տղան, ինչ գույնի էլի։ Մոխրագույններ չէ, բաց մոխրագույն, դա արդեն բանքան է։